սպանության մեջ մեղադրվողը կամ ուղիղ կասկածյալ ազատության մեջ է, բայց օրինակ մեր ձևով ասողը կամ սպանության մեջ բազմաթիվ մեղադրվողներ այժմ կրում են կալանք խափանման միջոցը քրեակատարական տարբեր ոչ բազմաթիվ դրսում չեն կարող է լինել իրավիճակ երբ կապ չունի հանցանքի ծանրությունը նույնիսկ սպանության մեջ մեղադրվող անձը կրի խափանման այլ միջոց, այո, այսինքն դատարանը որոշի, որ պետք է այլ խափանման միջոց նշանակի տվյալ անձի նկատմամբ, որովհետև խափանման միջոցի տեսակի որոշման հիմքում ոչ թե հանցագործության ծանրությունն է, այլ մի շարք այլ հանգամանքներ։ Տիկին նախարար, հիմա որ ասում եք պետք է լինեն համապատասխան ինչ-որ կառույցների եւ այլն, ինչ հետևեցի կառավարությունում ինչ-որ իրավասու ոլորտային նախարարներ, գերատեսչության ղեկավարներ քննարկել են այդ միջադեպը, ինչ վարչապետը հետևություններից էր խոսում, դուք տեղյակ եք որևէ քննարկումից կամ գուցե մասնակցել եք որևէ նման քննարկման։ Իսկ որ ասում եք բայց կարծում եմ, որ դուք էլ տեսել եք, որ ներքին գործերի նախարարությունը հենց դեպքից անմիջապես հետո սկսել է իր ակտիվ աշխատանքը, որպեսզի ի վերջո հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց արդեն անցել է մեկ օր որևէ ձերբակալված կամ որևէ անձ չի հայտնաբերվել։ Սա արդյոք չի նշանակում, որ այդ աշխատանքը ամեն դեպքում արդյունավետ չի իրականացվում կամ գուցե ոստիկանությունը, նախարարությունը իսկապես աշխատանքի արդյունավետությունը չափելու համար մենք պետք է ուղղակի սպասենք։ Սպասելի վերջը համայնքապետ եք ընդհանրապես սեփական տանդիմած ոստիկանության աշխատող է այնքան ինչքան որ անհրաժեշտ է որպեսզի արդյունք ունենա։ Երեք օրինակ նաև հնչում էին տեսակետներ, որ եթե օրինակ իշխանության ներկայացուցիչի վերաբերյալ Facebook-ում մեկ գրառում անողին արագ հայտնաբերում են, Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետողին անմիջապես հայտնաբերում են, տանում են դատարան, կալանքի եւ այլն, բայց երբ որ ընդդիմադիր համայնքապետը Կներեք, ձեր հարցադրման տողատակը որն է, որ բավարար ջանք այս դեպքում կարող է եւ չգործադրվել։ Դուք հասկացեք, մեկնաբանեք։ Ես այդպես հասկացա եւ ներողություն եմ խնդրում։ Ներողություն եմ խնդրում։ Ձեր ասածից ստացվում է այնպես, որ մեր պետությունում սպանության դեպքի առթիվ կարող է բավարար ջանք չգործադրվել, որպեսզի հայտնաբերվեն։ Օրինակ ընդդիմադիրների շրջանում նման տեսակետ մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել, հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը։ Այլ բան, քան դա, ասել չեմ կարող եւ իրականության մեջ գոյություն ունենալ էլ չի կարող այլ բան։ Տողատակը այն է Տիկին Գայլյան գործընկերոջ, ես այդպես հասկացա, որ մարդիկ օրինակ իրենց հայտարարությունների համար մեղավոր են ճանաչում, երեք օրինակ Միքայել Սրբազանը, դրանից առաջ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Բագատ Սրբազանը, Սամվել Կարապետյանը։ Հանցագործները, իրական հանցագործները ազատության մեջ են կամ շուտ թե մեր երկրում քրեական օրենսգիրքն է որոշում, թե որ արարքն է համարվում հանցավոր եւ շատ լավ քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկեք եւ փոխեք քրեական օրենսգրքի դրույթները։ Դիմում ենք ոստիկանություն, ասում ենք Վահե ջան, ես եմ ներողություն խնդրում։ Չեմ լսել։ Կարող եմ ավարտել, շնորհակալություն։ Չէ։ Քրեական օրենսգիրքը որոշում է, թե որ արարքն է հանցավոր արարք։ Դատարանն էլ հաշվի առնելով քրեական օրենսգրքի արդեն որոշածը կայացնում է որոշում։ Հանցագործ ասելով չպետք է նկատի ունենալ միայն մարդասպաններին, խարդախներին կամ չգիտեմ, թմրամիջոց վաճառողներին տարբերակում միանշանակ կա եւ այդ տարբերակումը տեղ է գտած հենց քրեական օրենսգրքում սանկցիաների մեջ է տարբերակ։ Դա է ամբողջ խնդիրը։ Պոտենցիալ մարդասպաններն են անունները կարող դες ուղարկել։ Տեսեք։ Կամ վարչական դիսկրեցիան տակ են, կամ տնային, կամ դրսում են առասարական, չգիտեմ, գրավոր ազատության մեջ են։ Բայց մարդիկ էլի ի վիճակ են։ Վերջերս տնային կալանքի մեջ գտնվող մարդը որտեղ աջակցություն տալիս ներողություն։ Մարդ սպանեց էլի։ Հա երևում է, մարդ սպանեց։ Դա ո՞նց հասկանալ։ Տնային կալանքի մեջ գտնվող 900 անձ կա։ 1600-ից ավել անձ այժմ գտնվում է կալանքի տակ, անազատության մեջ եւ պահվում է քրեակատարական հիմնարկներում։ Այդ մեծ բազմությունից հնարավոր են դեպքեր, երբ ըստ մեր պլանավորածի կամ ցանկացածի իրադարձությունը տեղի չունենա, կամ տեղի ունենա հակառակ բան։
Ես չեմ ասում, որ դա լավ է կամ դա այդպես պետք է լինի, բայց մենք չենք կարող մեզ, այո, եւ մաքսիմալ բացառում ենք եւ հետեւաբար դուք խոսում եք բացառություններից։ Եվ բացառությունը հաստատում է օրինաչափությունը։ Շատ լավ է, որ ձեր ուշադրությունը հրավիրված է բացառությունների վրա, բայց ես ուզում եմ վստահեցնել, որ մեր ուշադրությունն էլ է այդ բացառությունների վրա հրավիրված եւ մենք փորձում ենք մինիմալ դարձնենք այդ բացառությունները, ընդհանուր մինչև բացառենք այդ բացառությունները։ Եթե պետությունը, եթե իրավապահ համակարգը իր տեղում լիներ, հնարավոր էր արդյոք կանխել, հա, այս ողբերգությունը, հաշվի առնելով, որ օրինակ Մերձավանում մի քանի Ձեր հարցին նախաքննությունը կպատասխանի, գուցե եւ կանխարգելի չի գուցե եւ պատշաճ չի իրականացրել։ Գուցե եւ հնարավոր էր, գուցե եւ հնարավոր էր եւ գուցե եւ հնարավոր չէր։ Տեսեք, մենք իդեալական աշխարհում չենք ապրում, ցավոք, մեր երկրում այո տեղի են ունենում հանցավոր արարքներ եւ պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել եւ դա ամբողջ աշխարհում է, այնպես չէ որ միայն մեր երկրում է։ Այո, բավարար ջանք պետք է գործադրվի։ Ասում եմ, եթե օրինակ համայնքապետին են գնդակահարում, հասարակ քաղաքացու նկատմամբ կարան ավելի դժվար խոսել։ Մենք չգիտենք, նոր չկայք դուք, ես այդ մասն էի խոսում, մենք չգիտենք դեռ հանցագործություն կատարած անձինք ովքեր են։ Մենք չգիտենք պատվիրատուները ովքեր են, եթե կան այդպիսիք։ Մենք չգիտենք հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապված է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Այսինքն մենք չունենք որևէ ելակետ, որ ես հիմա ձեզ հետ այստեղ քննարկեմ, ասեմ, այս SS պատճառներով է դա տեղի ունեցել, իսկ այս SS մարդիկ գուցե եւ իրենց աշխատանքում թերացել են։ Ինչ վերաբերում է հասարակ մարդկանց անվտանգ զգալու խնդրին, ապա մենք ոչ թե պետք է նայենք 1-2 դեպքը, որոնք իրականում զարհուրելի են, խոսքը նրա մասին չէ, ես չեմ մինիմիզացնում այդ դեպքերի ծանրությունը, այլ մենք պետք է նայենք մեր երկրում հանցավորության ընդհանուր վիճակագրությանը, որով որ մենք իրականում բավականին բարվոք դրության մեջ ենք գտնվում, եթե համեմատենք եւ տարածաշրջանի երկրների հետ եւ այլ արտասահմանյան երկրների հետ։ Այս պահին իհարկե ոչ, որովհետեւ ես ձեռքից տակ չունեմ վիճակագրական տվյալներ, բայց կարող եք ինքներդ ուսումնասիրել։ Այս իշխանությունը մշտապես հղում է անում նամբեո ինչ որ վերլուծություններ տվող կազմակերպության, որի նկատմամբ վստահություն չկա։ Դուք սրա վրա եք հիմնվում։ Չէ, դուք կարող եք Արմստատից վերցնել վիճակագրություն հանցավորության վերաբերյալ եւ այլ պետությունների պաշտոնական վիճակագրական կայքերից վերցնել համապատասխան թվական ցուցանիշները եւ կատարել համեմատություն, ընդ որում եթե դա անելու եք, կցանկանայի, որ ուշադրություն դարձնեք հանցագործությունների տեսակին։ Մեր երկրում որպես կանոն, ես չեմ ասում սա որպես լավ երևույթ, բայց ընդհանուր հանցագործությունների վիճակագրության մեջ 50 եւ ավել տոկոսը սեփականության դեմ ուղղված հանցագործություններն են, այսինքն անձանց դեմ ուղղված հանցագործությունները, կյանքի, առողջությունը վտանգող հանցագործությունները բավականին քիչ են մեր երկրում։ Դիքի նախարար կներեք, դուք մի միտք արտահայտեցիք, ասացիք պետությունը չի կարող բոլոր հանցագործությունների կանխման հետքերով գնալ։ Չէ, կանխման հետքերով չգնալ, կանխել։ Հա, կանխել, հա։ Դուք չեք կարծում սա վտանգավոր է, որովհետև կարող է սա վախի մթնոլորտ նույնիսկ առաջացնել երկրում, որ մարդիկ առիթավորվեն, որ պետությունը մեկ է ամեն ինչի հետևից չի կարողանում գնալ, լուծենք մեր հարցը։ Ամեն ինչի հետևից պետք է գնա բացահայտելու նպատակով եւ պետք է բավարար ջանք գործադրի, որպեսզի կանխվեն, բայց օբյեկտիվ իրականության մեջ կկանխվեն բոլոր հանցագործությունները, թե ոչ, ինձ թվում է պատասխանը պարզ է։ Քաղաքացին ինձ թվում է միամիտ չէ, ժողովուրդ եկեք մեզ վարդագույն ակնոց կարծում եմ ոչ ոքի աչքերին չկա եւ քաղաքացիները ինչ Աստեն բաշտակול արդեն չէ վիճակ գուցե Տիկին նախարար։ Տեսեք, քաղաքացիները, չէ, հարգելի լրագրողը երեկվա իմ կարմիր պիջակի հետ կապված է դիտարկում անում, որը կարծում եմ ամենամեծ խնդիրն է այս ամենի մեջ։ Տեսեք, իհարկե պետությունը բավարար ջանք պետք է գործադրի, որպեսզի կանխարգելի հանցագործությունները եւ նաեւ մենք մշակում ենք առանձին ռազմավարություն, որը ուղղված է հենց հանցավորության
թվերի նվազմանը եւ հանցագործությունների կանխարգելմանը եւ այդ առումով խնդիրը միայն դրված չէ իրավապահ մարմինների կամ ոլորտում քաղաքականություն մշակող մարմնի առջև, այլ խնդիրը շատ ընդհանուր է եւ խնդրի լուծման պատասխանատուն նաեւ յուրաքանչյուր քաղաքացի է, ինչպես նաեւ շատ լայն սպեկտրի քաղաքացիներն են պատասխանատուները, սկսած մեր երեխաների կրթությունից, չգիտեմ, նախակրթական դպրոցից համապատասխան գիտելիքներ տալուց եւ այլն։ Այսինքն սա երկար եւ անընդհատ process է եւ քաղաքացին կարծում եմ խնդիր չունի իրեն անվտանգ չզգալու, որովհետեւ մինչ այս պահը ամեն դեպքում համատարած հանցագործությունների վերաբերյալ որևէ տվյալ մենք չենք ունեցել, իսկ առանձին դեպքեր եղել են, կան եւ ես քանի որ վարդագույն ակնոցների մասին շատ խոսեցի, չեմ կրում այդ ակնոցները եւ մարդկանց բնույթն ու էությունը հաշվի առնելով կասեմ, որ նաեւ լինելու է։ Տիկին նախարար երրորդ հանրապետության պետք է լինեն Տիկին Գալյանին չէ կարծում։ Փաշինյանը արդեն կարծես մեղավորության Ես չգիտեմ, չէ, քիչ առաջ ես նշեցի, որ քանի դեռ եւ քանի որ դեպքի հետ կապված մենք որևէ մանրամասնի չենք տիրապետում, հետեւություններ անել չենք կարող եւ հետեւաբար չեմ կարող ասել պաշտոնանկություններ կլինեն, թե չեն։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։